Եթե պատկերացնենք 18-րդ դարի ինչ-որ շվեյցարացի ժամագործ, նա ժամացույցի մի փոքր խանութ ուներ, ժամացույց էր վերանորոգում եւ իր երեխաներին սովորացնում էր ժամացույց պատրաստել, նորոգել, վերանորոգել եւ գիտեր, որ դրանով իր երեխան իր արհեստը կշարունակի եւ այդպես սերնդեսերունդ փոխանցելով, կատարելագործելով իրենց հմտությունները, ստեղծում էին աշխարհի լավագույն ժամացույցները եւ բրենդերը։ Եթե օրինակ հենց այդ շվեյցարացի ժամագործը կարող է իր երեխային ընդհանրապես կարդալ գրելով, միգուցե ասել երեխայից պետք չի, այսինքն շատ նեղսորի, հիմա ընդհանուր զարգացվածությունը, էրուդիցիան եւ աշխարհընկալումը շատ ավելի կարեւոր դեր կարող են կատարել աշխարհում, այս արագ փոխվող աշխարհում։ Մասնագիտությունները ոչ միայն ստեղծվում են, այլ նաեւ վերանում են ու իրանց կյանքի տևողությունը կարող է արդեն բավականաչափ կարճ է ու գնալով կարող է ավելի կարճանալ։ Դրա համար, երբ որ ասում են մարդն ընտրում է ինչ-որ մասնագիտություն, պիտի շատ ավելի լայն նայենք, որտեղ եթե ինքը իրեն կապի կոնկրետ ինչ-որ նեղ հմտության հետ կապված, այդ հմտությունը շատ հավանական է, որ կվերանա։